Մոմենտումը մեկ էլ են RMS պրոբի մեջի բետան, որ կար, իրանք երկուսն էլ տենց հիշողության ինչ-որ ձև են, չէ՞, ինչ տարբերություն մատնարից կասեք վավտրա։ Ահա, ես էլ բանը բացեմ, մենք պսևդակոդերը բացենք իրանց։ Եթե կարճ տարբերությունը, որ մեկը պահում է, ասենց ասած, ասենց կոչված առաջի կարգի մոմենտը, մյուսը երկրորդ կարգի մոմենտը, բայց սա մի հատ կոդը բացեմ, նորմալացեմ դա, առնվազն փորձեմ, մոմենտում, այս բանի դեպքում, սրա վրա չեմ կարող գրեմ, բայց լավ, այս սրա դեպքում, չէ, կարամ մոմենտի ահա, աշխատեց։ Այս սրա դեպքում, երբ որ մենք հիշողության մեջ պահում ենք նախորդ քայլերը, մենք նախորդ քայլերի գրադիենտներն ենք պահում։ Այսինքն մենք հենց կոնկրետ վերցնում ենք գրադիենտի արժեքը ինչ լինի, ինչ որ գործակցով բազմապատկած, նախորդների հետ միասին պահում ենք։ Այսինքն ամեն ինչ արվեց հենց ուղիղ ուղղակի գրադիենտի հետ։ Ինչա տեղի ունենում RMS պրոբի դեպքում։ RMS պրոբի դեպքում մի վայրկյան, այստեղ եկանք։ RMS պրոբի դեպքում մենք պահում ենք ոչ թե այստեղ մենք պահում ենք ոչ թե հենց գրադիենտը, այլ այս մեր գրադիենտն է, այս գրադիենտի ինքն իր հետ կետային արտադրել, այսինքն եթե նկատում ենք x առանցքով 3 կգնաս բանով 4 կգնաս, մի դեպքում պահվում էր այս վեկտորը, այսինքն ասում էր դեպի այստեղ գնում։ Այս դեպքում պահվելու է 3 անգամ 3 ու 4 անգամ 4, կոպիտ ասած քառակուսին է պահվում, էլի։ Դրա համար ասում ենք երկրորդ կարգի մոմենտում, էլի։ Okay, Ինչ որ, մերսի։ ու ձեզ մերսի հարցումար, ու արդեն Ադամն էլ գայս է նրանով, որ ինքը ունի համ առաջի կարգի մոմենտում, համ երկրորդ կարգի մոմենտում, էլի։ Իսկ իրանք երկուսն էլ համ ուղղության առումով են պահում, համ քայլի մեծության, Դե, հա, պրինցիպի կարանք ասենք, դե մոմենտումա ուղղություն քայլ ամեն ինչ պահում է, այս երկրորդի դեպքում այս J ու JS իրանց մեջի բան, այդ հադամարի արտադրյալը, որ էլեմենտար էլեմենտ բազմապատկում է, այդ ոնց որ ավելի շուտ կարանք ասենք, որ մի քիչ ակցենտ դրած է ամեն ինչ պահում, էլի, այսինքն եթե ինքը այս ուղղությամբ գնում էր, հիմա կրկնակի ձգված է այդ ուղղությամբ լինելու, բայց ամեն դեպքում ինֆորմացիան ամբողջական պահպանվում է, էլի, այսինքն ոչ մի քայլում նորմալիզացիայի նման բան չկա, էլի, որ չափի պահը անտեսենք, այսինքն մենք բերենք ամեն ինչը մեկ նորմի։ Ու դե բան, հենց բուն ուղղությունն էլ միշտ պահպանված են, էլի մեր մոտ։ օքեյ, աղա, շատ։ Դες մերսի հարցի համար։ Այսօր էլ մի քիչ խաղանք, մի քանի հատ իմպլեմենտացիա գրենք այս մեր ալգորիթմներին, մի երկու հատ ֆունկցիայի վրա փորձարկենք, ու դրանով եզրափակենք մեր առաջի կարգը։ Ուժորդ խաղալուց բան ենք անելու, մի հատ եկեք ծանոթանանք, թե ինչի հետ ենք խաղալու նախ։ Դե գրադարաններից ժամանակն են ներմուծել, որովհետև ուզում ենք բան, չափենք ինչքան արագ վերջացրեց, որ համատենք իրար մեջ մեթոդները։ NumPy բնականաբար ու պրոստը պլոտի ու սիդը ֆիքսել։ Խաղալու ենք մեր իմացած ugly ֆունկցիայի հետ ու թազա ֆունկցիաներից այս Rust Greek-ին, չգիտեմ ոնց կարդամ այս ֆունկցիայի անունը, բայց շատ նման ֆունկցիա է այս ugly-ին, հեսա կտեսնենք ինչով։ Մեկը այս Rosenbrock-ը մի հատ ֆունկցիա է, որ եկեք պրոստը սաղ ցույց տամ, ավելի հետաքրքիր կլինի։ Այս մեր իմացած ugly-ներ, որ sense հստակ տենդենսը դեպի ներքև գնում է, ուղղակի ամեն անգամ ինչ վերև-ներքև գնալով։ Այս մեր թազան է, Rusty Green-ը, որը որ էլի նման էությունը ուղղակի ես նվազելը այդքան կտրուկ չի ստա, ինքը շատ ոնց որ պարաբոլոիդ լինի, ուղղակի էլի մեջ է այս բաներից, այս կտրուկ էս պարբերականոտ գնացող բաներից։ Այս կես Rosenbrock-ը, այնքը հետարքի է, որտեղ ինքը որոշ ուղղություններով ահավոր կտրուկ գլորվում է այս ուղղություններով,
Բայց մի հատ արանքում այսպես ոնց որ ձիուտ համբա գալիս, կոպիտ ասած, բայց հա, այս երկու մասով շատ խորը ձորերա, այստեղ մեծ ամպեր են, այստեղ է մի հատ համբա։ Այս սրանց հետ կխաղանք առաջին этаպում։ Հետո մի հատ կխաղանք հենց ML-ական կոնտեքստով, ուղղակի կոդերը կաշխատացնենք իրա վրա, կանենք բան։ Կենթադրենք դեպք, որտեղ իսկականից ինչ-որ տվյալներ ունենք, արհեստական գեներացված կլինեն ու գծային ռեգրեսիա կոչվող ալգորիթմը կփորձենք իրենց վրա աշխատացնել, ինչ ուղղակի ըստ էության նշանակելու է այդ ֆունկցիա մինիմիզացնել գրադիենտը գիտենք այդ ուղղությամբ շարժվելով ու վերջ, էլի։ Այստեղ այս ամեն ինչի համար մենք պատրաստի կունենանք այս գրադիենտները արդեն մեր մոտ ստեղ դրված է, էլի։ Անալիտիկ կարանք իրենց դուրս բերենք, ինքս ջանջալա անիմաստը, դրա համար ուղղակի պատրաստի ստեղ ունենք, էլի։ Ու որպես սկսելու կետ, քանի որ անցած դասին արդեն gradient descent մեկը գրել էինք, կսկսենք հենց այդ դրանից։ Հենց բուն է դրա կոդը չի, դες անգամ սոմնա 4.5-ի գրած կոդն է, բայց ուղղակի gradient descent ֆունկցիա ունենք, որը վերցնում է ֆունկցիան, gradient-ը, սկզբնակետը, որը ինչ-որ նամփայի array է ուղղակի, learning rate-ը, այստեղ բան չենք ունենալու։ Learning rate scheduling չենք ունենա այստեղ, այդ ոնց որ առանձին թեմա ուղղակի թող մնա, իր հետ արդեն խաղացել ենք։ Իտարացիաների մաքսիմալ քանակ, տոլերանս, ու այս verb-ը ուղղակի նրա մասին է, որ progress տպվի, թե չէ։ Boolean-ը մենք իրան true կտանք շուշուտ, եթե ուզենք։ Ուհա, այստեղ x-ի կոպիան ենք պահելու, որ ուղղակի դրանից սկսենք սա մեր progress-ը։ Այստեղ մեր արահետն է, մեր ճանապարհը հետագիծը, ամեն մի քայլում ֆունկցիայի ունեցած արժեքը ու գրադիենտի նորմերը։ Այս սրանք ուղղակի պահենք, որտեղ հետաքրքիր կլինի հետո նայել, վիզուալիզացնել, էլի նման նրա ոնց անցած դասին ենք արել։ Հաշվիչը ստեղ սկսում ենք ու գնաց ցիկլ for in range max իտերացիաներ, պահեցինք մեր x-ի արժեքը, ֆունկցիան հաշվեցինք ինչ էր, պահեցինք ֆունկցիայի արժեքը, այստեղ loss ենք որպես սահմանը, որտեղ ML-ի կոնտեքստում որպես այդ սխալանք, որպես կորուստ է լինելու այդ մեր ֆունկցիան, մենք մեր կորուստներն ենք փորձել նվազեցնել, կարենք նաև գրենք, ասենք y-ներ, փոփոխականի անունը շատ կարևոր չի։ Ու ինչ ենք անում, գրադիենտն ենք հաշվում, այստեղ մենք մեր գրադիենտի ֆունկցիան ընդունել էինք, իրան տալիս ենք այս մեր x-ը, գրադիենտի նորմն ենք հաշվում, ու այստեղ այս դեպքում տոլերանսը արված էր այս գրադիենտի նորմի, եթե արդեն զրոյական է իր քայլը, 10-ի մինուս 6-ից ավելի փոքր է գրադիենտի նորմը, այստեղ stop կտանք։ Ժամանակը ֆիքսեցինք ու ասում ենք gradient descent-ներ, վերջնական x-ը սա էր, վերջնական արժեքը սա էր, տվեց այսքան իտերացիա, lossy-ի երկարություն, աշխատեց այսքան ժամանակում, time get time minus start time։ Ճանապարհը, սխալանքները, նորմերը ու արդյոք զուգամիտ է, թե չէ։ Այսքանը կվերադարձնենք։ Իսկ եթե բանը չի եղել, early stopping-ի պայմանը չի բավարարվել, ուղղակի ասելու ենք x հանած learning rate անգամ gradient։ Ոստեղ եթե ուզում ենք տպենք, 100 իտերացիան մեկ կտպենք ուղղակի մեր progress-ը։ Ու ցիկլից դուրս էլի ժամանակը ֆիքսեցինք ու ամեն ինչ վերադարձրեցինք։ Այս օքեյ է ժողովուրդ, մի հատ լավ մտածեք։ Հիմա հաջորդ քայլերին ուղղակի այս կոդի վրա փոփոխություններ անելով առաջ գնալու էլի։ Այդ դեպքում ժողովուրդ կանենք sense։ Ես ուղղակի ես ասում եմ Ctrl+A, Ctrl+C, Ctrl+V։ Այստեղ ասում եմ gradient descent տակի գծիկ momentum ու կասեք ինչ պետք է փոխեմ, ինչ պետք է ավելացնեմ։ Մի խոսքով։ Եկեք արդեն այս կոդը բերենք momentum-ով աշխատողին։ Ու այստեղ դուք համեցեք։ Նախ առաջինը ինչ արգումենտ է մեզ պետք լինելու, թե արդեն ինչ արգումենտ պետք է ունենք։ Կամ մի հատ միտք կհիշեցնենք momentum-ի լավ։ Մի հատ փոփոխական ավելացնենք, որ պահենք նախորդները, թե կար գրադիենտները պահելու համար։ Այստեղ կա որ բան։ Փոփոխական չկա, որտեղ գրադիենտները պահում ենք, բայց մենք ուղղակի ամեն ինչի նորմերն ենք պահում, բայց բուն գրադիենտները չենք պահում։ Իսկ մեզ պետք է լինելու բոլոր քայլերում եղած գրադիենտները պահել։
Հենց կոնկրետ գրադիենտ, ամբողջական գրադիենտի վեկտոր է, էլի նկատի ունեմ։ Են պսևդոկոդը կացեք։ Ահա, այս այլ չէ, երևի։ Դե չէ, բոլորը պետք չի, մենակ նախորդ քայլինն է պետք։ No, այդ քայլին։ Ու իրականում, որտեղ մենք միշտ ոնց որ մի հատ փոփոխականի մեջ պատմությունը պահելու ենք, ասած ասած, չէ՞։ Իմի վերած պատմությունը արդեն։ Բայց ինչ որ արգումենտ մեզ պետք է, չէ՞։ Այդ արգումենտը որը պետք է լինի։ When? Չասացի։ When? Բն Չէ, when, այս ինչը որ հաշվում ենք, էլի։ լավ չհասկացա։ Բն ինչը որ հաշվում ենք արգումենտի When չէ, V, V։ Վ, հա, վայ, կներեք։ Հա, վն։ Հա, այս վն մեր velocity-ն է լինելու, մեր արագությունը, սենց ասած։ V-ի հաշվարկի համար մեզ ուղղակի ստեղ մի քիչ վատ է երևում թարսի պես։ Ֆին։ Ահա, այս ֆին ինչ դեր է տանելու, եթե ֆին շատ մեծ է, շատ փոքր է, այդ ինչ է նշանակելու։ Որ եթե շատ մեծ լինի, նախորդ քայլին ավելի մեծ կարևորություն կտա, քան այս տվյալ պահի ունեցած արժեքին։ Ահա, կարանք տենց քանցը չասենք, ուղղակի ասենք, որ բան, նոր քայլը քիչ դեր կխաղա, համատաբար։ Կարող օրինակ գրադիենտը այնքան մեծ լինի, շատ իր ուղղությամբ քաշի, բայց ամեն դեպքում քաշերի տեսանկյունից ավելի շատ կարևորություն անցյալին ենք տալու։ Իսկ եթե օրինակ ֆին 0 եղավ, այդ ինչ կստացվի։ Որ նախորդ քայլին կարևորություն չենք տալիս։ Իսկ ալգորիթմի անունով եթե ասենք, այդ ինչ կստացվի մեր մոտ։ Սովորական գրադիենտի սենք։ Այո, հա, գերազանց, որտեղ կստացվի v-ն հավասար է մինուս ալֆա անգամ գրադիենտ, ստացվում է սովորական update-ի քայլը, չէ՞ մեր։ Շատ բարի։ Եկեք ստեղ գրեմ ասեմ phi կամ ավելի օրինակ ասեմ phi մոմենտում, որ ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը։ Ու թող դեֆոլտով օրինակ 0.9 լինի։ Okay, ընտիր։ Եկեք սա ջնջեմ, որտեղ մեկանյանից է մնացել, թող այսպես լինի։ Կասեք, որտեղ պետք է փոփոխություն անեմ։ Կարող ասեք մի քիչ ներքև իջնեմ կամ մնամ ստեղ։ Կուզեք թե կոդը աչից զուգահեռ բացեմ, թե օքեյ է։ Ես իմ մոտ սա բացում։ Հա, օքեյ։ Բայց լավ, եկեք երևի սենց էլ ալա։ Զուտ մտածում եմ պսևդոկոդը փակ լինի, ավելի դժվար կլինի, այդ առումով ավելի հետաքրքիր կարա լինի, բայց սենց էլ է երևի օքեյ։ Դե այս update step-ից առաջ այդ արագությունը հաշվենք։ Օրինակ ասեմ v հավասար է վայ անջատենք սպոյլեր չանի սոնան։ Ֆի անգամ v, բայց մենք սահմանել ենք սկզբնական։ Այն ճիշտ է, պետք է մեծ սկզբում ունենանք, չէ՞։ Ինչ ասեմ, v-ին սկզբնական ինչ արժեք տանք։ 0։ Հա, 0 չէ։ Ուղղակի ստեղ ոնց որ վեկտորական մակարդակով 0 ասենք, ստեղ կարելի ասել բան zeros like, այս նշանակի ոնց որ 0-ներ լցրու ըստ այդ բանի։ Մենք կարող ենք ստեղ իրան տանք ուղղակի մի հատ վեկտոր, այս դեպքում x-ը։ Ու մենք ուզենք ինքս այդ x-ի չափով ուղղակի 0-ներ սարքի, չէ՞։ Այսօր մեզ ոք կտա այդքան հատ 0։
Կարենք նաև ասենք np.zeros, ուստեղ չափը նշելուց ասենք x get shape 0, բայց մի խոսք։ Հիմա 0-ական ունենք, ու ոնց պետք է թարմացնենք իրեն ամեն նոր իտերացիային։ Ի անգամ V, Ֆի մոմենտում անգամ V, աննած learning rate անգամ, gradient։ Երազանց։ Ուստեղ եթե ուզում ենք այս գրառաձևը բանք, ստեղ ուղղակի ասենք գումարած V, չէ՞։ Այսքանն է։ Իրականում ստեղ մի քիչ, բայց լավ չէ, սենց էլ ամառնում։ Հոպ, գրենք, ու շատ լավ։ Դե ժողովուրդ, եկեք արդեն այսքանը փորձարկենք, մի երկու հատ ֆունկցիայի վրա աշխատացնենք, զուտ տեսնենք ինչ է տեղի ունենում։ Ստեղ պետք է գանք ասենք մի դեպքում օրինակ gradient descent, ու իրան տալու ենք, եկեք ես մեր Rosenbruck-ը տանք օրինակ, Rosenbruck-ի gradient, x0-ն թող լինի, x0-ն թող լինի, եկեք յաբախտի մի հատ ինչպես, 59, ամերավություն ես բանում որացան, ես մեր x0-ն, ու պրինցպի կարանք էլ բան չվերվարսնեմ, GD ռեզուլտատներ։ Օ, գալի էր գրել վերբոզը հավասարաչում, ֆունկցիաները մոռացել եմ աշխատացնեմ, եկեք սա փոքրացնենք արդեն, եկեք սա լրիվ բերեմ ստեղ, մտեղ չգրավի, կարծի պես մի մոնիտորով ամասոր, սահմանեցինք, ասենք վերբոզ հավասարաչում, runtime warning-ներ, մի բան գուցե են չգնաց, Աստեղ, որ ասում runtime warning, overflow encountered in scalar power, այս նրա մասին եմ ասում, որ այնքան մեծ թվեր է եղել, որ այս թույլատրվող բազմությունն է հիշողությունների, ասենք օրինակ 16 բիտ ենք հատկացրել, պետք է մինչև 2-16 գնալ օրինակ, 2-16-ից մեծ թիվ է դառել, ու տենց շրջանով հաշվեք, պատկերացրեք շրջանով թվարկած են թվերը, շրջանով անցել է, միած սկսել է հակառակը պատտվել օրինակ։ Իսկ 2-16-ից հետո եկել է -2-16 ու մյուս փոչից եկել է overflow արել, լցվել գնացել է այն կողմ։ Այս նրանից է լինելու ժողովուրդ, որ այս Rosenbruck-ը ինչ կա գրաֆիկը։ Այս մեր Rosenbruck-ը ստեղ դե ահավոր կտրուկ է։ Այս մեծ մասերում շատ կտրուկ է, ես 50 որ նշել եմ, այդ շատ հեռու է եղել, ինքը ստեղ արդեն ահավոր մեծանում է, 2500 արժեք բանման։ Եկեք դրա համար մի քիչ կոնսերվատիվ սկզբնակետ կամ էլ ուրիշ ֆունկցիա փորձենք։ Եկեք օրինակ սկսենք իրան -1-1-ից։ Պարզեր բայց ժողովուրդ պրոբլեմը ինչու մեր։ Իսկ մենք կարան ինչ-որ ձև կլորացնենք կամ մի մասը վերցնենք այդ թվի, թե։ Կլորացնենք, այսինքն Overflow ստորակետից հետո թվերի պատճառով է, թե հենց թիվն է շատ մեծ։ Չէ, հենց թիվը ահավոր մեծ է։ Լավ, հասկացա։ Կարանք learning rate օրինակ շատ փոքրացնեինք, բայց այդ դեպքում է, եթե մի քիչ գայինք նորմալ արժեքներ, այնքան փոքր թիվ պետք է վերցնեինք, որ այս sense թվերին կոմպենսացներ, որ ուղղակի բան էր ստացվելու, էլի այնքան փոքր էր լինելու, որ ուրիշների դեպքում արդեն անիմաստ էր դառնալու։ Ուղղակի Rosenbruck-ի համար շատ հեռու թիվ վերցրեցի, էլի։ Նույնիսկ սա Rosenbruck-ի համար վատ գնաց։ Մի հատ եկեք ֆունկցիան փոխենք, մեկ է տեսար ուղղակի կոդի մեջ պրոբլեմ կա, դրա համար է բան։ Այստեղ ֆունկցիան եկեք թող ասենք բան, ugly-ն թող լինի։
Չափից շատ վստահ չլինենք կոդի վրա, էլի։ Հա, նորմալ աշխատեց, 129-ի իտերացիայում ստոպ տվեց այս մեկը, եթե լավ հեռվից սկսենք, 222 իտերացիայում ստոպ տվեց, տոլերանսի եթե փոքրացնենք, ունենք 1 է մինուս 8, 10-ի մինուս 8 թոլինի, նա չէ, էլի միշտ նա վարակ գալիս է բանում, այստեղ տպելուց կլորացրած եմ տպում, դրա համար ասենց ցույց տալիս էլի, մի անգամ 100 իտերացիայում ստոպ տվեց, ոքե չէ, Ռոզենբրուկն է ուղղակի ահավոր կտրուկ, դրա համար առաջի գրադիենտն էլ արդեն լավ թռցնում է իրեն, երևի Ռոզենբրուկի համար շուտկի ավելի փոքր բան է պետք, learning rate է պետք, բայց այս ամեն ինչը գրադիենտ, սովորական գրադիենտ դիսենտով էր էլի, execution time աշխատեց 0.02 վայրկյան, 315 իտերացիա, հասավ 22.3-ին, եկեք մի հատ այս նույն պատմությունը փորձենք արդեն բանով, մոմենտումով, մոմենտում, ստեղ էլ ասենք, մոմենտում, 417 իտերացիա այս մեկնել, աշխատեց 0.03 վայրկյանում, հետարք է, մոմենտումը մի քիչ ավելի երկար տևեց ստեղ, մենք համոզվենք, մոմենտումը ավելի երկար տևեց, իսկ հետարքիր ավելի լավ արժեքի հասավ, 22.3, 22.3, չէ, նույն արժեքներին հասան, օքեյ, ստեղ եկեք մեկ է մոմենտումը ավելացնեմ, չպողնենք էլի, մինչև ստեղ ինչ-որ հարց կա, ժողովրդի միջելոց, լավ, իրականում սենց երկչափ ֆունկցիաների դեպքում կարա իրան մի քիչ բան պահի, խարավ չտիկոտ պահի, կարանք եզրագծերը գծենք, ճանապարհները գծենք, այդ կարա հետարքի լինի, ես մի հատ իմ նախապես պատրաստածը բացեմ, ստեղ դե հետո մնացած ամեն ինչն է գալիս աշխատացնում, բայց հետագծերի պահ հենց եթե վերցնեմ, կամ լավ եկեք մի հատ այս ամբողջը կոպի անեմ, էլի, այս ալգորիթմների համեմատության մասը, Ակլի Ռոզենբրուկ, տտտան, սրանց վերջ ենք սարքել, ինչ է, մի վարկեմ, ստեղ բետա է գրած ալգորիթմի անունը, եկեք են մեր շատ սիրուն ֆի մոմենտումի անուն դնենք բետա, որտեղ նախորդ կոդումը տենց էր, որ իրար հետ բռնեն բետա, բետա, շատ թարս դաս էր երկրորդ մոնիտոր չունանալու համար, սենց ավելի հեշտ կհամատենք, ժորդ, շատ հետարքիր է, ահավոր տարբեր կետերի են եկել հասել, ակլեի դեպքում, ու x-ի վերջնական արժեքը կրկին մոմենտումը ավելի լավ արժեքի է հասել, հետագծերը որ գծենք այդա հետարքիր կլինի, Երկուսն էլ նույն սկզբնակետից էին սկսել, այդա արդարացան համար ֆիքսացա, շատ տեղին հարցային միջայլոց, 3-3-ից են սկսել, ես մեկը եկելա 2.36, երոմա սենց անկյունագծով գնացել ազոտ էլի, այս մեկն էլ լավ անկյունագծով երևի գնացել, որտեղ x-y առանցների, շենց ֆունկցիան է սիմետրիկ դե, այդ պահն է կա, բայց լավ, սանք ավելի լավ կտեսնենք,
Այստեղ այս աղյուսակով ժողովուրդ այս կոդը եթե կուզեք կարող եք հետո նայեք, ուղղակի ձանձրալի կոդ է, էլի։ Ուղղակի ցիկլով ֆռում է ու բան։ Արժեքները վերցնում է, սիրուն ցույց է տալիս, էլի։ Մոմենտումը ստաբիլ ավելի երկար է աշխատում ու ստաբիլ համարյա ստաբիլ ավելի փոքր արժեքների է հասնում։ Հիմա եզրագծերը նայենք։ Եզրա չէ, հետագծերը նայենք։ Լավ, այս մեկն էլ հետագծերի չէր, բայց եթե նայենք ստեղ ինչ է տեղի ունենում, ստեղ արժեքներն են ֆունկցիայի, չէ, ներողություն, հա, ֆունկցիայի արժեքներն են, թե ինչ արժեքն է ընդունել։ Գրադիենտը սկսել է, եկել է մի հատ մեծոտ արժեքի, հետո ստաբիլ նվազելով գնացել է։ Ռոզենբրուկի դեպքում սկզբում է լավ կտրուկ թռիչքար է, Ռոզենբրուկի այդ բանն էր մեր մոտ, այն լավ ուժեղ եզրագծերով էր։ Եզրագծերով չէ, շատ մեծ սարեր, որ կար երկու հատ ու մեջտեղը երկու հատ անդունդ էր։ Հետո նույն ձև կտրուկության պարագիչ հելա, իսկ այս Rust-Green-ի վրա այնքան մինիմումներ այնքան երմոտիկ են, սենց թռվռալով գնացել է մի կողմից մի կողմ։ Հիմա հազիվ որ հասնենք այս հետագծերի գրաֆիկին, լավ չէ, սա էլ գրադիենտի նորմերն է։ Այս սրանն էլ հեսա, սրա մասին է կպրսանք։ Contour path with trajectories, տրայեկտորիաների բանն է իրականք։ Ակլեի ֆունկցիայի դեպքում ուրեմն այստեղից սկսել է գրադիենտը, այսինքն ուղիղ եկել է, ուստեղ արդեն սկսել է ստոպ տալ։ Մոմենտումը այս նույն ուղիղ գծով եկել է, բայց քանի որ կպած այս նույն ուղիղ գծով էր գնում, նայեք սկսել է թափ հավաքել։ Այս ամեն երկու կետի միջև, համարյա ամեն երկու կետի միջև հեռավորությունները գնալով աճում են։ Ստեղ փուճուրա, որովհետև այս ձորի մեջ էր մտնել ու նայեք չի ընկել ձորի մեջ, որովհետև թափում էր։ Այս gradient descent-ը ստեղ հենց ներքև վերևի պահ է եղել, ստոպ է տվել արդեն։ Մոմենտումը թափի շնորհիվ կարացել է գնա առաջ։ Բայց այնքան է այս գծով գնացել առաջ, որ այս բանից մինիմումից թռել է վերև, եկել է ստեղ ու սկսել է ներքև գնալ նոր։ Նորմալ է ժողովուրդ։ Այս գույներով, նշում եմ։ Չէ, նորմալ է։ Հարց չունեմ։ Շատ լավ։ Այս գույներով լավ կարդում եք, չէ՞, ոնց որ սովորեք ինչ է նշանակում։ Ոնց որ ամեն մի այս փուճուր կլորը հաշվեք մի հատ առանձին բանն է, էլի։ Առանձին օպտիմում է ու գնալով օպտիմումները ավելի վերև են գնում, էլի։ Իսկ սա է սրա շատ ավելի քրիտիկական դեպքն է։ Ոյ աշկերտը մի քիչ բժբժվում է մոտոսը սրան երկար նայելուց, եկեք զում լինենք արագ։ Այստեղ էլ հետարքիր բան ենք տեսնում։ Ուղղակի գրադիենտը խառը շարժվելով եկել է ստեղ։ Gradient descent-ը մոմենտումով ինչ որ լավ քիչ իտերացիա ոնց որ դե գնացել սովորը գիտեք։ Բայց լավ, սա մենք վրա կնայենք։ Իսկ ստեղ մեր մոտ ինչ ա եղել, եկել է ստեղ, հետո հակառակ է եկել է ստեղ ու սենց դանդաղ գնացել է, այս ձորը իջնելով գնացել է։ Մոմենտումը առաջի քայլը ախր չենք տեսնում, ոնց որ թե նորմալ որ առաջի քայլը պետք է նույն ձև լիներ։ Մեծ մոմենտումը սա ինչը ավելի թափով է եկել ու էլի այսրանից դուրս է եկել ու սկսել է աճել արժեքները հովորի վրա զեթի արժեքը ցույց չի տալիս, այդ լավ չեմ արել, որ տենց եմ դրել։ Ստեղ վստահ չենք էլի արժեքը մեծանում է թե նվազում։
Ես կենթադրեի, որ երևի մեծանում է, այսքան ստեղ ամենափոքր արժեքները ինքը ուղղակի չափից շատ է թռել գնացել։ Բայց սա մի հատ կարող աղյուսակին նայելով էլ մի քիչ ավելի լավ հասկանանք, բայց չնայած այնտեղ գրաֆիկներ ունենք էլի նայելու, որ չենք նայել։ Ռաստրոնի վրա իրոք sense թռվռալով գնում է, մի ծերից մյուս ծերն է իրան գցում։ Իսկ մոմենտումը տեսնում ենք, որ ինչքան ավելի արագ նվազելով գնում է, բայց սա ռաստրոնի վրա տափականում է։ Այսա կարելի ասել ստոպ է տալիս այստեղ։ Վերջում էր սկսում է մի քիչ մեծանալ։ Բայց ամեն դեպքում տեսնում ենք ինչքան դրական էֆեկտ է տալիս այս մոմենտումը, էլի։ Այսա հետաքրքիր կլինի, բայց կտեսնենք, որ օրինակ RMS Pro-ից լավ է իրան պահելու նույնիսկ սրա վրա, բայց այդ մի քիչ սպոյլեր որպես ուղղակի։ Եթե գրադիենտի նորմերը նայենք, այսինքն ինչքան մեծ է եղել քայլի չափը, ըստ գրադիենտ դիսենտի չափը ստաբիլ նվազել է, իսկ մոմենտումի դեպքում այս ֆունկցիաները որ շատ մուլտիմոդալ են, դրա համար sense շատ է զիգզագներ լինում մի քիչ։ Բայց հա, շատ ավելի քաոտիկ, բայց ստաբիլ տրենդով դեպի ներքև է գնացել։ Բանիկ չափն էլ, գրադիենտի նորմի չափը։ Լավ, երևի այսքանը խոսենք սրանցից, բայց պետք է մտքում պահել, որ սրանք իրոք բան են, էլի լավ կրիտիկականոտ ֆունկցիաներ են։ Այն հասարակ ֆունկցիաների վրա sense բաներ չենք է հասցնի շատ նկատենք, էլի կարծում եմ։ Բայց օքեյ, միջև ստեղ նորմալ է ամեն ինչ ժողովուրդ։ Լավ, եկեք գնանք ադագրադը սարքելու է դեպքում։ Ադագրադի միտքը կհիշացնեք բառներ։ Adaptive gradient, կարանք տենց ասենք անունը, ինչի նկատմամբ է adaptive։ Որպես հիշեցում կարամ ասեմ, որ ինչ որ չափով ինքը տանում էր բան, learning rate decay-ի դեր, Որ գրադիենտները պահում էինք էտեր։ նախորդ գրադիենտները ազդեցություն ունենում էին քայլի վրա, հիշողության տեսքով չէ, բայց ինչի վրա էին ազդում, ինչն էին փոքրացնում, ասենց ասած։ Քայլի չափը։ Քայլի չափը, ասացիք։ Հա, քայլի չափը step size-ը։ Գերազանց։ Ինչ էին անում, եկեք բացենք։ Գալիս էր ու բոլոր քայլերին գրադիենտների այս հադամարի արտադրյալն էր պահում, այսինքն էլեմենտ առ էլեմենտ արտադրյալն էր պահում ու բաժանում էր, ասում էր ոչ թե ալֆա անգամ գրադիենտ, այլ ալֆա բաժանած արմատ ու այդ նախորդ գրադիենտների գումար, որ եթե մեծ քայլեր ես արել, դանդաղի։ Փոքր քայլեր ես արել, էլի դանդաղի, բայց շատ չէ։ Այդ մեր ադագրադն էր։ Okay։ Նրա, կասեք ստեղ ինչ են փոխում, որ կան հասնեն բանին, ադագրադին։ Անունը կփոխեն, այդ հեշտ է։ Մնացածը դուք փորձեք հիշել։ Ենք պահում այդ գրադիենտների արտադրյալի համար։ Ստեղ էս v-ն մեզ էլ պետք չի, չէ՞, հիշողություն չենք ունենալու մոմենտումի։
Մեզ պետք է լինելու մի հատ ինչ-որ այդ գրադիենտները պահպանելու համար հավաքելու օրինակ գգրեմ գրադիենտների համար էլի նպկել 0 slide x իսկ ինչի ասացի որպես ոնց որ վեկտոր ոչ թե ուղղակի մի հատիկ թիվ եթե գրադիենտների չափերի հետ է կապված սա Քառակուսիները չենք պահելու դրա մեջ։ ինչեր է շուշեցի Gradient անգամ gradient, ոնց որ ինքը տենց element wise արտադրել։ հա որտեղ ինքը պրոստը մի հատիկ թիվ չի լինելու ինքը էլի վեկտորալ է ինձ ներկայացնում շատ լավ երազանց ու լավ եկեք բացեմ սերտակոդը կողքից ու իրան ամեն քայլի կուտակելու ենք այս ժ-ի քառակուսին ավելեցնելով, չէ՞, սենց ասած։ Այսինքն այստեղ պետք է լինելու ասել, որ մեր մոտ այս նոր ժ-ն հավասար է լինելու ինչի։ Նախորդ ժ-ին գումարած այս քայլի քառակուսին։ Գրադիենտ քառակուսին։ Ու իմ թազա արժեքը, թազա x-ը լինելու էր x հանած ու հիմա ոչ թե ասելու եմ ալֆա, այլ ալֆա ինչ? Անգամ գրադիենտը բաժանած Հա, ալֆա անգամ գրադիենտ ու սա պատմությունը բաժանած բետային գումարած արմատ ժ։ Եկեք բետայի փոխվեմ որպես պստիկ թիվ գրեմ էպսիլոն, հեսա կսահմանենք էպսիլոնը, գումարած նպկեց ս քառատը արմատ ժ։ Այս ալֆայի փոխարեն learning rate գրենք, այս էպսիլոնը թող լինի ստեղ մեր մոտ պարամետր ուղղակի, ասենք էպսը հավասար է օրինակ 10-6, ուղղակի պստիկ թիվ, որ իմանանք հանկարծ 0-ի կամ 0-ին շատ մոտիկ թվի վրա չենք բաժանում, որ այնտեղ անվերցությունների գանք բախվենք։ Ուրշա, այս էր։ Այսքանն էլ մեր ավեգրադներ ստացվում։ Հիմա եթե իրան ավելացնենք այս մեր համատությունների դաշտում, այս ուղղակի կոմենտարը թանեմ։ Ներեք։ Հա, ու նորից աշխատացնեմ, ես ասում թե չկա։ Pseudocode կարապագում, այ, այսած։ Եթե տեսնենք ադագրադի հետ ինչա տեղի ունենում, հոպ, իտերացիաների քանակը ինչքան է նվազում կտրուկ, 25 իտերացիա, 90 իտերացիա, այս մեկի դեպքում 1000 իտերացիա, լավ, Ռոզենբրուկը այնքան կտրուկ է, ասում է, որ զուգամիտ էլ է, սաղ դեպքերում, բայց որ արժեքները նայենք, 9-7-2, այս մեկը մի քիչ շուտ է հասել, այս մեկի վրա, ստեղ էլ եի 0, 005, ես որպես վարկած ես պային կառաջարկեի, որ ինքը շատ շուտ է զուգամիտում, ոչ թե որովհետև իրոք հասունացել է վերջ, արդեն առաջ գնալու պրոգրես չկա, այլ ինչի։ Հիշեք, որ մեր ստոպ տալու կրիտերիան ըստ գրադիենտի նորմի էր։ Քառակուսին ենք վերցնում, շատ է փոքրանում։ Ահա, էդ էի ուզում ասեի, բայց եթե մեր մոտ կոնկրետ այդ կետում ենք ասում, այսինքն մինչև բաժանած քառակուսի անել, այլ հենց պրոստը այդ կետում էինք նայում տոլերանսը,
Այսօր գրադիենտների միջև փոփոխությունը շատ փոքր կլներ, ոչ թե հենց կոնկրետ ինքը գրադիենտը, բայց երևում է ստեղ գուցե լավ եկեք մի հատ եզրագից բան ասացի նայենք, շատ բան չգուշակենք, տեսնենք իրան ոնց է պահում ստեղ։ Սխալանքը ստաբիլ նվազում է Ռոզենբրուկի դեպքում, հա, Ռոզենբրուկի դեպքում ինքը մինչև շուտ չէր զուգամիտ է։ Հա, Հասգրին դեպքում եկել տափակացել աստեղ, շատ շուտ, 23-րդ իտերացիայից տափակացել է, մինչդեռ օրինակ գրադիենտը շատ էր անթառուպում, այս մոմենտումը մի 100 քանի իտերացիա գալիս էր, մինչև մի քիչ ստաբիլանալու։ Ստեղ էլ կրկին մոտ 10-րդ իտերացիայից է լրիվ ստոպ տվել, եւ ինձ որ արդեն այնքան էր տափակացել, այնքան էր դանդաղացել իր քայլը, որ համարյա բան չէր անում։ Հա, ստեղ էլ տեսնում եք, որ նորմը իր կտրուկ շատ արագ նվազում է։ Գնաց տրայեկտորիան նայենք։ Տրայեկտորիայի առումով էլ այսպես եկել է, հետո ստեղից հետ է գլորվել ու ստոպ է տվել։ Գուցե, տարքի է, բայց իրան մոտավորապես նույնց է բանարը, ոնց չէ, մոմենտում դուրս էր եկել, այս ամենի մեջից շարունակել էր ճանապարհը։ Մոտավորապես նույն տեղն է ստոպ տվել, ինչ երկուսն է մոտավորապես նույն տեղն են ստոպ տվել, ոնց որ թե։ Հա, GD end ու ադագրատ end, հա, երկուսն նույն տեղն են ստոպ տվել։ Կոդի հետ ինչ-որ բան գուցե այն չի, բայց չէ, ոնց որ թե սաղ են է։ Հա, ստեղ էլ իրար տարբեր ձև են պահում։ Հա, ոնց որ շատ նման է իրան պահում, ինչ ուղղակի գրադիենտի հետ։ Ինչ ուղղակի գրադիենտ է այս ֆունկցիաների դեպքում։ Ոնց կարանք մեկնաբանենք։ Օրինակ նորմերը այնքան փոքր են լինում, որ այդ ալֆան բաժանած չբաժանած մեկանային բանն է, օրինակ տենց մեկնաբանություն, բայց սկզբում նորմը լավ մեծ թվեր է։ Հետո լավ արագ սկսում է դանդաղ լինել, բայց սկզբում նորմը մեծ թվեր է։ Չէ, լավ, ակլեի դեպքում սկզբից էլ շատ փոքր է։ Համարյա մի անգամից։ Տակ ու 1, 001, 100։ Հա, ստեղ իմ վարկածը այդ կլիներ, իմ մեկնաբանությունը այդ կլիներ, որ նորմը այդքան շատ մեծ չի եղել, որ learning rate-ը շատ փոքրացնի, դրա համար բավականին նման են պահել իրար։ Չնայած ամեն դեպքում ազդեցություն ունեցել է, բայց ինչ-որ վաղ ազդեցություն չի եղել։ Հա, երևի ամենալավ ունեցած բացատրությունս դա է այս պահին։ Okay, կամ ինչ-որ նշում բանան կուզեք, դուք էլ ասել։ Դե լավ, այն դեպքում եկեք գնանք արդեն երկրորդ կարգի մոմենտում օգտագործող բաներին, RMS prop-ի մոտ գնանք։ Մեկ, այդպես փակենք, չմանգարանալ անգամ։ Ստեղ սկզբնակետերի բանմանի հետ խաղալն էլ հետաքրքիր կլինի, էլի, որովհետև սենց մուլտիմոդալ կամ կտրուկ աճ նվազող ֆունկցիաների դեպքում այդ լավ հետաքրքիր կարա լինի, էլի, որտեղից ենք սկսում իրոք մեծ դեր կխաղա։ Բայց լավ, գանք ստեղ մեր RMS prop-ին։
RMS prop-ը հիմնականում ինչ խնդիրներ փորձում լուծի։ Որ ադագրադը բոլոր գրադիենտները տենց պահում էր, ստեղ բոլորը չէր պահում, մենակ վերջի ինչ-որ մասն էր պահում, որ step size-ը շատ չփոքր են։ Ըհը, գերազանց, մենակ թե իրականում RMS prop-ն էլ է բոլորը պահում։ Նույն ձև ոնց օրինակ մոմենտումն է բոլորը պահում, բայց քանի որ ամեն մեկը մի հատ sense ֆի գործակցով է լինում, բացված տեսքով որ գրում ենք, տեսնում ենք, որ ինչքան ավելի հին է, այնքան ֆի-ը ավելի մեծ աստիճանով է բազմապատկվում, sense էքսպոնենցիալ երկրաչափական պրոգրեսիա է ստացվում, էլի։ Այսինքն թե գումարում եմ ոչ թե հենց իրան, այլ իրան անգամ մի հատ ինչ-որ գործակից, այս գործակիցը ամեն մի հաջորդ իտերացիայում մի անգամ էլ է բազմապատկվում ու արդյունքում ստացվել է, որ օրինակ RMS prop-ը պահելու է բոլոր գրադիենտները, այսինքն գրադիենտների այդ արտադրյալները, բայց այն սկզբնականները լինելու են, ասենք 100 իտերացիա կողմ, լինելու է օրինակ 0.9-ի 100 աստիճան բարձրացած բազմապատկած, ինչը ըստ էության ուղղակի 0 է։ Այսինքն այս ընկալան, որ կարելի է ասել, ոչ թե բոլորն է պահում, այլ վերջի մի քանիսն է պահում։ Այսինքն վերջի մի քանիսը էական են լինում, նախորդները ուղղակի բանտակ չեն դնում։ Մի քիչ կոպիտ ասած։ Երազանց, շատ լավ է։ Ու բանի տեսանկյունից, պսևդակոդի տեսանկյունից արտարվում է նրանով, որ ստեղ ունենք մի հատ ինչ-որ պարամետր, ներողություն, պարամետր φ։ Ու հիմա ոչ թե գումարելու ենք ստեղ J անգամ J-ն, այլ նախորդի գործակից անգամ φ, այստեղ ρ է, ρ անգամ նախորդ, գումարած 1 մինուս ρ անգամ նոր, ոչ թե R-ը հավասար է R գումարած նոր։ Զուտ է տարբերությունը։ Հետո հաջորդ քայլը էլի նույն պատմությունն է։ Էլ շատ բան չի փոխվում։ Շատ լավ։ Ստեղ այսինքն ինչ պետք է փոխեմ։ Ստեղ բան եմ փոխելու սկզբի կտորում։ Ոնց որ սկզբում բան չկա ավելացնելու։ Մեկ այլ բաների քառակուսիները պետք է հավաքենք։ Ուղղակի փոխում այն, թե ոնց ենք հավաքում, չէ, մի ցույց տու։ Ստեղ ինչ է դառնալու։ Հա, ներողություն, մոռացանք, չէ, ռոն ավելացնենք։ Ստեղ բետա ունենք բանից մնացած իհարկե։ Ստեղ գրեմ գամա, ասենք 0.9, այդ թողած մեր ֆին լինի։ Գամա եմ գրում, որտեղ ուղղակի նախապես պատրաստած կոդի մեջ էլ է այդպես գրարից թվում է, որ իրար հետ բռնի հետո զուտ էլի, էլ չփոխենք պարամետրի անուն։ Այո, սա ինչ եմ սարքելու։ Գամա անգամ J, Գումարած gradienti քառակուսի ու պսևդակոդը որ նայենք, սրանն ենք, չէ՞։ անգամ 1 մինուս գամա։ Գերազանց 1 մինուս գամմա, անգամ այսինչ։ Հաջորդ քայլը նույնն է, գնացած ամեն ինչը նույնն է։ Շատ բարի։ Ստեղ էս RMS prop-ը հիմնականում իրան ավելի փոքր learning rate-ով են սկսում։ Հա, ստեղ էս վայ ժողովուրդ, ադագրադի learning rate-ը լավ մեծ էր։ Այն տեսեք 100 անգամ ավելի մեծ էր ադագրադի learning rate-ը, ինքը այդ դեպքում նոր իրան պահում էր gradient descent-ի պես։ Այդա աչքաթող արեցի ես կներեք։ Ստացվում է, որ բան, հա, ուստեղ մեկ էլ կոդի մեջ սա չնշեցի, ես Ռոզենբրուկի համար ու մնացածի համար մի քիչ տարբեր ձև են իրենց բան, որտեղ Ռոզենբրուկը պահանջում է շատ-շատ փոքր learning rate-էր էլի անեն դեպքում համեմատ մնացածին։ Բայց ադագրադը սկզբնական շատ մեծ learning rate-ով իրան պահեց, ինչպես gradient descent-ը փոքր learning rate-ով, որտեղ իրոք նվազում էր կտրուկ բանը էլի։ Ես ընդեղ ինչ տեսնում էի, փորձում էի հիմնավորեի
բայց մի քիչ ավելի տակից պատճառ կար էլի, այդ հիմնավորումը ավելի շատ ոնց որ փաստերը փորձում էի ճզմեի իրականությունը փորձում էի ճզմեի փաստերի մեջ մտցնեի, տեսած գրաֆիկի մեջ։ Բայց այս ավելի ճիշտ մեկնաբանությունն է, էլի, որ ոչ թե գրադիենտները բուջուրերքի չէր փոքրանում, այլ չէ, փոքրանում էր, սկզբում առնվազն արագ փոքրանում էր, դրա հաշվին էկվիվալենտ էր gradient descent-ին բուջուրով։ Բայց հա, նորմալ է ժողովուրդ։ Մի քիչ խափում էի վերևը, կարճ ասած։ Ներավ։ Արամես պրոպոստը ըստ էության գալիս է նույն կետին, ինչ մնացած է, ակլի դեպքում, ազդրանի դեպքում ադագրադից ավելի մեծ թվի է գալիս, այս ադագրադը երբան մի քիչ թափով է շարժվում, ու նենցա չի զուգամտում դեռ, հա, իսկ այս կտրուկ Ռոզենբրուկի վրա դեռ ոչ մեկ չի զուգամտում, եկեք նայենք այս ամենի հետագծերը, չներողություն, գրադիենտի գծերը, նայեք այստեղ այս բանն ենք տեսնում, որ ամենաշատն է ուզում հենց ցույց տայի, տեսնում ենք ժողովուրդ, որ իրոք զուտ մոմենտումը ինքն իրանով ոնց է հաղթում մնացածին, բացի այս Rust-Green-ի ֆունկցիայի դեպքում։ Մոմենտումի դեպքում կտրուկ իրոք լավ վռազ ներքև է իջնում, այս Rust-Green-ում երևի ադեգրադի բախտն է բերում, մի քիչ կարող է անարդար է, բայց ես թվում է դա հիմնական բացատրությունը, բայց մոմենտումը որ անջատենք, RMS prop-ը դաժե իրեն մի քիչ ավելի դանդաղ է լավացնում, քան սովորական gradient descent-ը կամ ադեգրադը։ Հիմա երևի ստեղ էլ երևի կմեկնաբանեմ նրանով, որ իտերացիաները քիչ են, ու այս ֆունկցիաներն էլ ավելի շատ են գնահատում թափով իջնելը, դրա համար այս RMS prop-ի մենակ վերջի բաներին ուշադրություն դարձնելը, որ չի բերում նրան, որ բան լինի։ Gradient-ը ավելի մեծ թվերի բաժանվի մի վայրկյան, բանալապարծատություն չէր դա։ Լավ, եկեք կրկին մի քիչ ավելի շատ դատա ունենանք, նոր խոսանք։ RMS prop-ը ստեղ սկսես նվազել, ստեղ ես Ռոզենբրուկի դեպքում սաղ նույն տեղը գալիս են համարյա մնում են նույն չեղով, նույն ձևով։ Սկես սրա վրա, հետագծերով եթե նայենք, դե այս ադեգրադի learning rate-ն էլ է, շատ ավելի մեծ, դրա համար հետավոն մի քիչ ավելի դժվար է համեմատել, բայց gradient descent-ը RMS prop-ը որ նույն ձև էին լվի, ստեղ տեսնանք, որ ոնց որ թե RMS prop-ը ավելի արագ է եկել, քան gradient descent-ը, բայց ստեղ այս կտորում մեկը երկուսն են նույն ձև տապակացել են, իսկ մոմենտումը թռել անցել է իրենց երկուսին էլ, ադեգրադն է մեծ learning rate-ի հաշվին ավելի թափով է եկել սկզբում, հա, նայեք իր առաջի կետը այստեղ է вообще եղել, որտեղ learning rate-ը շատ մեծ է եղել իր, այսքան մեծ թռիչք կար է առաջի քայլում։ Այս առումով մի քիչ իրար հետ համեմատական չեն, որտեղ տարբեր բաներ են սպեցիֆիկ ուզում, էլի։ Եթե սաղի learning rate-ը նույնը ֆիքսենք, ադեգրադի նկատմամբ արդար չի, որտեղ գիտենք իր թուլությունը դա է։ Ադեգրադին եթե ավելի մեծ learning rate տանք, մի քիչ արդարանում է, բայց նաև եթե մենակ ուղղակի մի քանի հատիկ ֆունկցիայի դեպքում ենք նայում ու մուլտիմոդալ ֆունկցիաների դեպքում ենք նայում, կարող է այդ մեծ learning rate-ը իրան փրկում է, որ ինքը շատ արագ թռնի գա հասնի լավ կտորներ, ինչը ուրիշները հնարավորությունը չեն ստանում, ոնց որ ադեգրադի թուլությունը
չափից շատ ենք կոմպենսացնում, բայց հա, երևի տենց քանը կասեմ ստա, նորմալ է, ժողովուրդ ամեն ինչ, Լավ, եկեք գնանք մեր վերջի հերոսին իմպլեմենտացնենք, Ադամին, Ադամի իդեան կասեք, Ադամի հրաշքն ինչու ներկայանում, Համ առաջի կարգին էր պահում, համ երկրորդ։ այո, գերազանց, իսկ եթե տենց խոսանք, թե ինքը իր մեջ ինչ ալգորիթմեր ա ներառում, սենց ասած, Առաջին կարգինը մոմենտումի նման է, երկրորդն էլ RMS պրոբլեմ։ գերազանց, հա, Ադամը այդ երկուսի միավորումն է ուղղակի, ու վերջ, շատ լավ, եկեք իրա պսևդոկոդը առաջից բաց պահենք ու գանք ստեղ իրան իմպլեմենտացնելու։ Նախ, այս փոփոխականների առումով այս ինչ-որ նոր բան պետք է ստեղ, թե էլի օքեյ ենք։ Են առաջինը հետ վերենք են կոմենտացը։ Ահա, որտեղ արդեն համ արագության մոմենտներ լինելու, համ գրադիենտների այդ քառակուսիների։ Okay, հետ բերեցինք։ Հետո ստեղ ինչ ունեմ փոխելու։ Ստեղ այս գաման հավաքում էի, okay, իրար գլուխ հավաքում էի, ուրիշ ինչ կարանելու։ Գամա չէ, էլի գն։ Երկրորդ կարգի մոմենտումները։ Առաջին կարգիններն էլ հավաքենք իրար հետ։ Մի հատ նույն ձևեր մեզ պետք է լինելու ստեղ որևէ հավասար է լինելու ու իրականում որ պսևդոկոդով նայենք նույն ձև ստեղ գամա կա մի հատ է մեզ բետա է պետք լինելու, չէ, որ կասենք բետա անգամ v գումարած ու եթե ուզում ենք կոնկրետես մի պսևդոկոդին հետևենք, մի հատ է 1 մինուս բետա անգամ ինչ գրադիենտ, հա, այս մեկը առանց քառակուսի։ Շատ լավ։ Ու մեր update-ը լինելու է, ահա, այստեղ եթե գանք նայենք, մենք այսրան update ենք անելու, x-ից հանելու ենք, learning rate, անգամ դե gradient պետքա լիներ, բայց հիմա gradient-ի փոխարեն ինչ ունենք, թե gradient։ Այս պսևդոկոդի մեջի այս գլխարկը որ կա, էտա։ Իսկ մեր մոտ այս գլխարկը ինչն էր։ Դրավ գրած էր ստեղ, բայց ոնց որ պետք է գրադիենտով շարժվենք, բայց գրադիենտ գումարած նախորդ քայլերի գրադիենտներն են հիշելով։ Որտեղ են Վեն, այսինքն հետ։ Ստեղ մեր մոտ v-ին ենք գալիս։ Շատ բարի։ Մենակ թե ստեղ ինչն է պակասում, այս քայլերը ինչի համար էին։ Որ այստեղ ասենք, արեք գրենք օրինակ v գլխարկ ու j գլխարկ իրանց բաժանում ենք ինչ-որ 1 մինուս ինչ-որ բան, այսինքն իրանց մեծացնում ենք։ Ինչի համար ենք մեծացնում։ Մի հատ կարակ փորձեք մտածեք առաջի քայլում ինչ ա տեղի ունենում։ Ստեղ ամենաառաջի իտերացիայում ստեղ ինչի արժեքները գիտենք թե ինչ են։ Գրադիենտների։ Դե նկատնում որ հենց կոնկրետ թվով գիտենք թե ինչ արժեք ունեն։ Գրադիենտը ինչ որ մի հատ վեկտոր է լինելու։
Բետան մեր մոտ ինչ-որ 0.9 օրինակ, չէ՞։ Առաջի իտերացիայի դեպքում մեր մոտ ստեղ լինում է v-ն հավասարը 0.9 անգամ ինչ, գիտենք անգամ ինչ։ Այդ Սկզբում վեն զրը չի առաջի քայլը։ սկզբում 0 է, հա, 0-ները։ Ստացվում է, որ մենք առաջի քայլում ասում ենք 0.1 անգամ գրադիենտ, չէ՞։ Սկզբում ամենապետքա գրադիենտով քայլ ունենք, 10 անգամ ավելի փոքր քայլ ենք անում։ Ինչի՞։ Որովհետև դե սկզբնական արժեք v-ն ուղղակի 0 ենք ֆիքսը։ Բնական է, պետք է 0 ֆիքսենք, բայց ստացվում է, որ մենք իրեն կողմնապահ ենք դարձրել, որ ինքը սկզբում դանդաղ շարժ։ Հիմնական ոնց է, բոլոր ալգորիթմները սկզբում առաջի իտերացիան նույն քայլն են անում, հետո հաջորդից սկսած արդեն նախորդի բանը հաշվի առնելով գնում են։ Բայց այս մեր իմպլեմենտացիայով ու ընդհանուր այս մոտեցումով էլի, որ էքսպոնենցիալ նվազեցնում ենք պարամետրերը, որ այստեղ ունենում ենք նախորդ արժեք անգամ ինչ-որ գործակից։ Մենք իրան համոզում ենք, որ գիտես ինչ 0-ի մոտերքը եղի, էլի, դանդաղ սկսի։ Արդար է։ Արդար չի, չէ, օդից է։ Ու մեր այդ կողմնապահությունը պետք է ուղղենք։ Այսինքն պետք է այս v-ն հետ մեծացնենք։ Օրինակ այս v-ն, եթե v-ի փոխարեն եթե վերցնեմ v-ի նախկին արժեք բաժանած օրինակ 1 մինուս բետա, կստացվի, որ իրեն բաժանում եմ 1-ից փոքր թվի, այսինքն մի քիչ մեծացրեցի գոնե, էլի։ Քչից շատից լավանում է վիճակը։ Պարզ է ժողովուրդ միտքը։ Այսինքն ընդ որ ուղղակի սկզբում բազմապատկել էինք մեկից փոքր թվով քայլը փոքրացրել էինք, հիմա հետ ենք մեծացնում։ Ոնց որ իրան համոզել ենք փոքրոտ լինի, հիմա ուղղում ենք մեր սխալը, էլի։ Փոքրացել ենք, հիմա հետ ենք մեծացնում։ Դե սկզբում այդ դեր է տանում է, սկզբում իրոք կարևորություն ունի, էլի։ Դե զգալի ավելի դանդաղ է սկսում։ Okay էր։ Հա, բայց այստեղ նաև կային կոմպոնենտը, որ մենք չենք ուզում իրան միշտ ուղղակի մեծացնենք, էլի։ Այս սկզբում, որ 0-ներ ենք, սկզբում, որ ինիցիալիզացիան կարևոր որպես 0, այդ սկզբում սխալ ենք արել, բայց հետո ժամանակի հետ կկուտակվի արդեն։ Արժեքները կավելանա, արդեն իսկական արդար գնահատականի կհասնի, էլի, այսինքն ինչքան գնում ենք առաջ, այդքան ավելի քիչ է դառնում կարևորությունը նրա, որ սկսել էինք 0-ներից։ Այնքան ավելի քիչ պետք է ներողություն խնդրենք այդ դրա համար, փորձենք մեր սխալը ուղղել, բաժանելով իրան 1-ից փոքր թվով։ Համար ուզում ենք գնալով ինչքան հնարավոր է 1-ին մոտիկ թվի վրա բաժանենք, որ այնքան ավելի քիչ մեծանա ինքը, սենց ասած, էլի։ Իսկ եթե մի անգամ բաժանել էինք 1-ից հանած 0.1-ի վրա, այսինքն 0.9-ի վրա, մյուս անգամ օրինակ բաժանենք 1-ից հանած 0.1-ի քառակուսի, այսինքն 1-ից հանած 0.01, կամ բաժանենք 0.99-ի վրա, 0.999-ի վրա։ Գնալով էլ ավելի մոտիկացնենք 1-ին, որ ինչ-որ բանից ուղղակի ստացվի, որ արդեն 1000 իտերացիա առաջ ենք գնացել, ինչ ես բռնում անցյալը հիշում, որ ամենասկզբում 0-ից էր սկսել։ Չէ՞, հերիքա, հասկացա։ Արդեն մոռացել է։ Դրա համար այդ ժամանակի հետ մոռանալով ուղղակի այս քայլը ըստ էության անիմաստ դարձնելու համար ուղղակի սա բարձրացնում ենք բան իտերացիայի աստիճան։ Իսկ մեր որորդ իտերացիան գնում է, այդ աստիճանը բարձրացնում, գնալով արդեն սա ուղղակի ըստ էության դառնալու է 1 թիվով ու վերջ, էլի։ Okay էր։ Այս էլ մեր ադամը։ Այստեղ բետայի դեֆոլտ արգումենտներն է դրած, ասենք 0.9 ու 0.999։ Այստեղ մի հատ բանի պրոբլեմ է գայս, որ այս սրանք դեֆոլտ արգումենտներ են,
տենց նեյրոնային ցանցերի հետ խորը լուրջ այդ խորը ուսուցման խնդիրների համար լավ դեֆոլտներ են, հեչ պարզ չի, որ այս մեր երկչափ ֆունկցիաների համար իրենք իրոք լավ արգումենտներ են ու գուցե նաև տեսնենք, հեշտ ինչքան հիշում եմ, նաև այստեղ կտեսնենք, որ ավելի բան են պահում իրանց, ավելի թույլ են պահում իրանց բաները։ Ինչ ասում, ռաստիկին։ Հա, այստեղ ինչ-որ կոմենտ եմ մոռացել ջնջեմ իստուգենը։ Չէ, նորմալ է։ Error ունենք, error-ը ինչ է ասում, keyword beta 1։ Հա, beta 1, beta 2 սեր արգումենտների անունները, beta 1, հա, սեր 0.9-ը։ Ներեք, նտարագող են, beta 1, beta 1, beta 1, beta 2, beta 2, beta 2։ Գուցե նույնիսկ սրա վրա Ադամը իրան ավելի թույլ պահի, քան նախորդները, բայց այդ վատ պարամետրերի ընտրությունից կարելի լինի, էլի, կամ նաև նրա համար, որ Ադամի փայլելը ավելի լուրջ խնդիրների ժամանակ է գալիս, շատ ավելի բարձրաչափ։ Իսկ ստեղ Ադամը իրան ոնց է պահում։ Ուրես Ադամ։ Մի բան են չի։ Ադամը չի երևում մեր գրաֆիկների մեջ։ None, none։ Չի մի բան սխալ ենք արել։ Հա, վրոդի մի բան սխալ ենք արել։ Դանդաղ նայենք։ Վայ, այսպես եմ թողը այս տողը։ Հա, չպրկեց, բայց գոնե անիմաց դուր ամբողջ մեկով բազում պատկելու բանը դուրս է կավարանքից։ Դեր ման գանք, կստենք ինչ է, ինչի։ Զրոները սարկեցինք։ Վն բետայի նախորդ արժեք, մեկ մինուս բետա նոր արժեք։ Սա քառակուսով։ Կորեկցիա արեցինք, բետայի աստիճան։ Learning rate, անգամ վայգլխարկ, բաժանից էպսիլոն, գմարած նկաս սետրոտա։ Մեր մեջ ասած սաղը նորմալ ատվեմ իրականում։ Ընտրեցինք լի սիվանից, օրինակ x0 նպոտետ array x0 վայբազնակ չորտվաշուշուկ տպի։ Հուվ, սողնաներով գնում է։ Մեկից հետո մի անգամից նան եկա։ Եկեք մի հատ ավելի շուշուտ տպենք ամեն ինչ։ Ու եթե վարկած եք ունում, ժողովուրդ համեցեք միանգամից։ Բայց հա, միանգամից հաջորդ իտերացիայից սաղ նաներ է դառնում։ Դե ժողովուրդ, եթե չգիտենք ինչ է կատարվում, ինչեր պետք է շարենք, զլիքը, անխնա։ Ամենաօգտակար ֆունկցիան Python-ի ո՞րն է։ Print-ը։
Այո, եկեք մի հատ printer շարենք, տեսնենք ինչ է այստեղ պատահում։ Սոնա ջան, կարես միանաս հավես չկա այսքան printer տպելու։ Այ, վհ, ինչով հետ միացնել տպի V before bias correction, J before bias correction։ Տեսնենք ինչ է տեղի ունենում։ Օ, VH, J-հետը դառնում են ինֆիմումներ, հենց ամենամիասկզբից միանգամից։ Բայց ինչ ենք ասում, որ V բաժանած բետայի, երեք մի հատ նայենք ստեղ, ինչ է, print, բետա 1-ի աստիճան ու բետա 2-ի աստիճան։ Ինչի, որ իրենց հետ։ Ահա, հասկացաք ժողովուրդ, մեկ էր արժեք այս բետայի։ Ինչ է ստացվում մեր մոտ, այն մեր դպրոցից անցած բանը, որ չի կարելի անել։ Բաժանում ենք զրոյի։ Այո, հասկացա, հիմա նոր հասկացա։ Իսկ խի ենք մեկ ստանում, այս բետա մեկը բան չի, է։ Զրո երրորդ իտերացիան, հա։ Ահա, զրո կարգ, զրո կարգը մեկ է, ահա թե ինչ, ապրեք, շատ ճիշտ է, ես էլի պլյուս մեկ սարքենք, ահա, ուրա, այս ամեն իտերացիային տպելու մի չպերևոր է, հողի թվացան, գնաց, ապա, ուրա, կտանք, ապրեք ժողովուրդ, ես էլ մեր սիրելի դեբագինգ կոչված է, դետեկտիվ, որտեղ մենք համ մարդասպանն ենք, համ էլ դետեկտիվը, կտանք մեր սխալը, Ադամին տեսնում ենք, իհարկե լավ կներ չտեսնեինք, հլնայինք ինչ վատապահում իրան, բայց այդ հավանաբար շատ վատ ընտրած բաներից է, էլի սկզբնական արժեքներից է։ Եկեք մի քիչ թողենք շնչի այս խեղճը, էլի 0.999-ը, այդ երբ որ տարիներով, ժամերով երկար խորը ցանց ենք աշխատացնում իրադարձում ալով, եկեք սա դառնա ուղղակի 0.9, եկեք սրան էլ 0. Նույնն էլ իրականում ստեղի գաման երևի 0.9 այդքան լավ չէ, սրան 0.8 սարքենք։ Դրա համար այսպես համեմատելը մի քիչ խաղալիքով համեմատելա դառնում էլի, չի կարելի էքսպերիմենտ անել կոնկրետ սպეციფიկ բաների վրա առանց շատ խաղալու բաների հետ։ Մի քիչ Ադամը նայեք, շնչելու տեղը ավելացավ, սկսեց ներքև իջնել, եկեք Ադամի բանը մի քիչ էլ փոքրացնենք։ Կոնսերվատիվությունը մի քիչ կչացնենք իր, էլի։ 0.7, 0.7, 0.7, 0.7 Ահա։ Դες անդագրադի բախտավարին շատ բան տեղ չդնենք, կտրուկ շատ լավ նվազում է։ Հետարքիր է, Ռոզենբրուկի վրա գրադիենտը ավելի լավ է եղբայում, քանց Ադամը։ Դերինի վրա իհարկե ինչ-որ եսին ինչ ակատորեն հետա։ Հույ, իս ինչ-որ գրադիենտի նորմա մեր Ադամը։ Շմ։ Իհարկե շատ փոքր արժեքներ է, այստեղ պետք է նշել նաև, որ այս գրադիենտի նորմը լոգարիթմական է, էլի։ Իսկ այստեղ այս քայլարեցինք 10 անգամ, ուղղակի 10 անգամ, 10 անգամ, 10 անգամ։ Ըստ էության ինքը այստեղ զորամբողջ այս կտորում ինքը փոխվում է զուտ 128 միկրոնից 0.4 շատ էր։ Լավ, շատ իրեժմատիկա լավ չի ստացվում բռնաստան։ Լավ, ստեղ դեմոնստրացիա անելու մոտից լավ չի ստացվում։ Հավանաբար ֆունկցիաները անհաջող եմ ընտրել։ Չի երևում գեղեցկությունը Ադամի։ Այս նեյրոնային ցանցերի ժամանակ արդեն կարանք լավ գնահատենք ինչքան գեղեցկությունը իրանից ներկայացնում Ադամը, բայց ստեղ չէ, ստեղ մոմենտումն է աստվածը։
Բայց հիմնականը ես ուզում էի акցենտ ունենք հրա վրա, որ մոմենտումը տեսեք ինչ լավն է։ Ադամն էլ է մոմենտում անում, բայց երևում է այդ պարամետրերը իրար հետ լավ չեն բռնում։ Ես մեկ էլ ուզում էի, քանի սենց համատություններ ենք անում, այս LMU-ի նյութերից համատությունների բանը բացեի, այդտեղ էլ տեսնենք ինչա տեղի ունի, ուղղակի այդտեղ ամբողջական չի, որտեղ օրինակ ադամը չկա։ Թող բացի, այստեղ մի հատ ԵՔ գրաֆիկներ պետք է ցույց տալ, դրա համար մի քիչ կախելով է բացում։ Բացած չէ։ Բացած։ Որտեղ մի քանի համատություններ այստեղ տեսնենք, ու սա բանավա լինում է, էլի։ Հաջորդ կներեք մի քիչ դասամիջոց պետք է անենք երևի, չմտածեցի ինձ երկար կտևի, բայց շատ բան չմնաց, ուզում եմ մի քիչ ասած ցույց տամ։ Ստեղի համատության սլայդերն են նայենք ուղղակի։ Ու ժողովուրդ, GitHub-ում այս նույն ֆոլդերի մեջ կլինի այս Սոնայի նախապատրաստածը Ադամու մնացածի հետ, որտեղ որ կա նաև կտոր, որտեղ այդ արհեստական տվյալների վրա ռեգրեսիայի խնդրի վրա է ցույց տալիս ու Ադամին տարբեր գծային, տարբեր learning rate-երի հետ է փորձարկում։ Ես որ տեսել եմ Ադամը շատ լավ չի պահում իրան, փորձում էի հասկանալ ինչից է։ Կարակ այս կոդը ավելի մանրամասն նայեք հետո կուզեք ու եթե հարցեր լինում համեցեք, բայց մենք ուղղակի ստեղ կնայենք այս ստեղի դասի ժամանակ ինչա տեղի ունեցել։ Իսկ մի 10 րոպե էլ սա full screen-ը ուզում էի full screen ոչ էլ ուզում, այսպես եմ ուզում։ Այստեղ տվյալները նայվելու է բանից։ Տվյալները գեներացվելու է այս կտորածքով, որ ունենք գիտենք ինչ-որ մի հատ բանաձև, որը որ տվյալները ստացվում օրինակ առաջին իսկական արգումենտը դա -5 անգամ ինչ-որ x1, հետո գումարած -4 x2, գումարած -3 -2 0, 1 2 3 4 5, այսինքն գիտենք իսկ իրականում ինչ գործակիցներով է y-ը առաջանում, բայց այդ իսկական գործակիցները չենք վերցնելու, փոխարենը այդ իսկական արժեքներին ավելացնելու ենք մի քիչ աղմուկ։ Այս էպսիլոնը ուղղակի աղմուկ է, այսինքն կետերը ոնց որ պատկերացրեք սրանք լինեն, այս մեկին պատական վերևորդեմ, այս մեկին պատական ներքև, տտտտտտ։ Բայց թե այս աղմուկը ինչքան շատ կլինի, այդ կախված է լինելու մի հատ, այստեղ հապտես ենք մտնում, չեմ ուզում հապտես մտնենք, բայց կարաք պատկերացնեք, որ ուղղակի մի հատ գնա ոնց ասել, առանց շատ ինչ ասելու։ Լավ, ուղղակի կարաք պատկերացնեք, որ բան մի դեպքում աղմուկը այնքան ավելացվելու, որ այս մեր condition number-ը կապան ամենամեծ ու ամենափոքր սեփական արժեքների հարաբերությունը շատ մեծ լինի, մի դեպքում շատ փոքր։ Իսկ մի դեպքում ունենալու ենք ill conditioning, մի դեպքում սովորական normal condition։ Ոստեղ օգտագործելու ենք momentum 0.8 պարամետրով ու learning rate decay ենք օգտագործելու ինչ-որ դեպքերում էլ բանով exponential decay-ով, այսինքն decay-ի ինչ-որ կարգ ենք բարձրացնելու։ Տե բաժանած տե մաքսով աստեղ արած մի քիչ ուրիշ ձև է, բայց պատկերացրեք ոնց որ ուզում ենք գնալով ավելի դանդաղ իրեն նվազեցնենք, չէ ավելի շատ նվազեցնենք ու վերջում ուղղակի ստացվի բազմապատկում ենք decay-ով, այսինքն լինում է տե max բաժանած տե max ուղղակի 1, ինքն ամենավերջում ուղղակի 10 անգամ փոքրացնում ենք, էլի։ Ուզում ենք էքսպոնենցիալ գանք դեպի 10 անգամ փոքրացնել, էլի։ Ուստեղ եթե նայենք իրար ոնց են պահում, ստեղ կարմիրը ուղղակի գրադիենտն է, կանաչը gradient descent գումարած decay, այդ learning rate-ի նվազացում։ Ցիանը gradient descent ու momentum-ն է, մանուշակագույնը համ momentum, համ decay։ Ստեղ train ու test սխալանքների պակը այսել է ML-ի ոլորտից, սա շատ չխոսանք, բայց կարանք ստեղ նկատենք, որ այսինքն սա տեսած տվյալների վրա է, սա թաքուն տվյալների վրա ստեղծության էլի։ Ստեղ կարանք տեսնենք են, որ gradient descent momentum ու gradient descent momentum գումարած decay-ը շատ արագ, շատ լավ ստեղ նվազում են։ Սովորական gradient descent-ը էլի նորմալոտ նվազում է, իսկ decay-ով ավելի դանդաղ է նվազում, որովհետև դե decay է արվում։
Այստեղ այս խալանքի գրաֆիկի վրա ավելի լավ է երևում, սա բայց լոգարիթմական է ու 10-ի կարգով։ Այստեղ 0-ից -5 անցնելը իրականում շատ մեծ քայլ է լինում, էլի։ Բայց տեսնում ենք, որ մոմենտում ունենալը կտրուկ լավացնում է, իսկ decay ուղղակի դանդաղացնում է լավացումը։ Ինչը գուցե ուրիշ տեղերում լավ լինի, էլի, մեր ուզածով լինի։ Մեկ էլ սա է մի քիչ թազա գրաֆիկ, այստեղ ինչ ենք տեսնում, այստեղ գրված է ամեն մի պարամետրի արժեքները։ Մենք տեղ որ ունենք թետա 1, թետա 2 եւ այլն, 11 հատ տարբեր թետա ունենք, այստեղ ամեն մեկը տարբեր գիծով իրանց սկզբնական արժեքներն են։ Սաղին սկզբնական արժեքները 0 հետ ինչ-որ բան են տվել, ու հետո իրանք եկել են դեպի իրանց ճիշտ արժեքներ, այսինքն մեկը 5 ա եղել, մեկը 4, մեկը 3։ Այդ գրադիենտ, այդ բան, իրական պարամետրերի հետագծերն են, էլի։ Այստեղ տեսնում ենք, որ gradient descent մոմենտումը շատ արագ գալիս է այսինքն ճիշտ 5-երին, decay-ով ավելի ուշ է գալիս մոտավոր ճիշտին, սովորականը մի քիչ ավելի շուտ է գալիս։ Այստեղ տեսնում ենք ոնց է մոմենտումը օգնում ու ոնց է decay-ը մի քիչ ավելի դանդաղացնում սա process-ը։ Ինչը էլի եմ ասում։ Լուրջ խնդրի դեպքում կարող է լավ լինի, լուրջ խնդրի դեպքում պետք է լինի փոքրացնել։ Այս խնդրի դեպքում հատկապես երբ որ condition number-ը շատ մեծ չի, շատ կարիքը չկա դրա։ Okay։ Այստեղ մեր մոտ այս բոլոր սյուները իրարից անկախ են, ասենց ասած, էլի։ Հարցեր։ Եկեք ժողովուրդ, կարանք հանգիստ ոնց որ առանց մուրազելու նայենք, էլի ցանկացած բան։ Դե լավ։ Ահա, ասում եմ։ Ամենալավ ալգորիթմը հիմա Ադամն է, թե գրադիենտը մոմենտումը։ Այստեղ Ադամը չկա ուղղակի, սա gradient descent-ն է պլյուս decay կամ momentum կամ երկուսն էլ։ Դրա համար այս կոնտեքստում Ադամը ոնց որ ուղղակի սպասում է, ընդհանուր առմամբ ասած էլ ոնց որ էմպիրիկ հիմնականում, եթե հոդվածներ նայեք ու հիմնականում, եթե նայեք մարդիկ ինդուստրիայում ինչ են օգտագործում, տարիներով լավագույնը Ադամն է եղել, էլի, բայց ավելի լրջոտ խնդիրների վրա, էլի, սրանք արհեստական խաղալիք օրինակներ են, ասենց ասած։ Okay, կամ հարցին պատասխանեցի, վստահ չեմ, որ ճիշտ ուղղությամբ գնացի։ Հա, շատ բարի։ Ձեզ մերսի հարցի համար։ Այստեղ նայելու ենք նույնը, ուղղակի շատ վատ conditioning-ով, այսինքն կոռելացված feature-ներ, շատ բարձր կապա։ Տեսնում ենք այստեղ ոչ մեկ էլ չի կարող գա հասնի նորմալ իր ուզած արժեքներին։ Այս մոմենտումը քիչ շատից փորձում է, նայեք ինչ որ բաները փոխվում են, գնում են դեպի վերև, սրանք դեպի ներքև, այս մեկը ինչ որ էս փուճուր մարժայի մեջ մնում է։ Այս մոմենտումը ու decay-ը էլի ուղղակի նույն պատմությունը մի քիչ դանդաղացնում է, բայց մեկը ցանկացած դեպքում տեսնում ենք նույն էֆեկտը, էլի։ Այստեղ ըստ էության լրիվ նույն պատմությունն է ինչ նախորդում։ Հա։ Բայց այս մոմենտումը իրոք մեկ-մեկ կարողանում է պլստալ, էլի։ Իսկն այս մարժայից մի քիչ դուրս է գալիս, մի քիչ մոտենում է իսկական արժեքներին, որովհետև ինչ որ ուղղությամբ որ թափը հավաք է, թռնում դուրս է գալիս։ Թռնում դուրս գալ ասելս ոնց որ այս ուճուր արժեքների կտորից կարողանում է փախնել, էլի։ Ահա։ Այստեղ էլ learning rate-ի հետ է խաղացված։ Շատ փոքր learning rate է ընտրված ուղղակի։ Դե ուղղակի ամեն ինչ հետաձգվում է, շատ ավելի հեռու իտերացիաների վրա է լինում, բայց մոմենտումը էլի լավ արագացնում է սա։ Ու decay-ն է տեսնում ենք, որ նայեք ինչ վատ է իրան պահում։ Decay դեպքում շատ հեռու են այս բանից, էլի, այստեղ 10,000 իտերացիա հետո ստոպա տնեց։ Ինչի, որովհետև առանց դրա էլ խայտառակ փոքր learning rate ունենք, հիմա մի հատ էլ իրան նվազացնում ենք, ում է պետք։ Հակառակը փուճուր learning rate-ի խնդրումը learning rate-ը փուճուրացնելով մենակ ավելի լուրջ է դառնում, էլի։ Շնորհիվ մոմենտումը փրկվում է։ Էլի այս վերջի կտորի վրա գոնե թափը հավաքում է, կարողանում է գալ մոտենալ ճիշտ արժեքներին,
Բայց ի տարբերություն առանց decay-ի տարբերակի մի 3 անգամ ավելի տվյալ իրան պահանջվում։ Okay։ Նայենք հակառակ դեպքը, ստեղ էլ մեծ learning rate։ Ու ստեղ հազիվ այս decay-ը կարողանում մի քիչ իրան բան ունի։ Լավ զգամ։ Նախ առաջինը կարանք նկատենք այս բաների գծերի վրա, որ մոմենտումը երբ որ ունենք, նայեք ինչքան թռնում են վերև բաների արժեքները։ Իսկականը 5 պետք է լիներ, այնքան մեծ է քայլը թռնում է դեպի 10 օրինակ, էլի ինչ որ արգումենտ կա -10։ Արդյունքում էլի վերջը գալիս է հանգստանում է մի քիչ։ Աստված գիտի 50-ից առաջ է թույլ տալ ցույց տալիս, երևի ուղղակի զում են արել, էլի, որտեղ դրանից հետո հետարքիր բան չկա շատ։ Բայց տեսնում ենք, որ հազիվ decay-ը սկսեց շողալ, նայեք հոսը, այս կանաչը, ամենալավ պահողն է իրան, ամենակտրուկ ներքև իջնողն է։ Իսկ մոմենտումը ստեղ հակառակը, ոնց որ եթե վատ ուղղությամբ են գնում, այդ վատ ուղղությամբ գնալը հիշել լավ պահելը, այդքան լավ բան չի։ Հակառակ լավ կլինի մի քիչ մոռանանք։ Համար ստեղ արդեն decay-ը կոնկրետ սկսեց շողալ։ Շատ մեծ ալֆա էր, դրա համար իրան փոքրացնելը բերեց դրական հետևանքների։ Ու զուգամիտությունները շատ արագատեղում են եղել, դրա համար է համազում արած, որտեղ շատ մեծ քայլով սկսում են ու հենց մի քիչ տեղն են ընկնում, գալիս են արդեն շատ լավ այս բաներին հասնում են։ Իսկական արժեքներին հասնում են։ Իմ մոտ էկրանը մեկ-մեկ կախում է, չգիտեմ ձեզ ստաբիլիզացիա տալիս թե չէ, բայց Ես մինչև այդ մի հատ հարցնեմ տա։ Խնդրեմ, իդեալական։ Բայց մի քիչ ավելի ընդհանուր նեյրոնային ցանցերի հետ կապված։ Խնդրեմ։ Այդ ցանցի մեջ հիմա ամեն շերտի համար տարբեր պարամետրերով ենք ես բետան կամ ֆին դրանք տարբեր ենք վերցնում այս օպտիմալացում անելու համար, թե ընդհանուր ամբողջ բանի համար մի հատ ենք սահմանում։ Հիմնականում սա լրիվ նույն մի հատով է արվում, ոնց որ սովորական նեյրոնային ցանցում էլի, ասենց ասած, մենք հետագայում կասնենք, որ օրինակ նեյրոնային ցանցերը տարբեր կտորներ են ունենում, օրինակ մի հատ կտոր նկարների հետ կապված կոնվոլյուցիոն կոչվող բանով, հետո մի հատ կտոր ուղղակի սովորական, բայց ուղղակի նեյրոնային ցանց եթե ասենք, ես ոչ միտեղ չեմ հանդիպել, որ տարբեր շերտերի պարամետրերի համար տարբեր learning rate-եր գրվի, էլի։ Հիմնականում այդ ֆիքսվում է գլոբալ մակարդակի վրա ու ընդ է լինում, որ բան էլի։ Եթե ինչ-որ բան մոտդ այն չի գնում, դա նրանից չի, որ կոնկրետ շերտի համար այդքան էլ լավ չես դրել learning rate-ը, էլի։ Որտեղ նաև իրականում այդ նեյրոնային ցանցերի օպտիմիզացիան արվում է բանով, back propagation կոչված ալգորիթմով, որը ուղղակի մի հատ սկզբում տված տվյալը մուտքով անցկացնում է, գայս է գուշակություն է ստանում, հետո շերտ առ շերտ մի հատով հետ գնալով մի շերտով հետ գնալով բան անում, էլի, թարմացումներ անում։ Այսինքն, ասենց ասած, ամեն շերտով հերթով է անցնում, sense թե նենց, այդ դեպքում շատ կարիք չի էլ չնայած, դեպքում էլ կարա մեկա կարիք լինի, որ ասենք ամեն մեկին առանձին learning rate տանք, բայց չէ, կարճ ասած, հիմնականում սա նույն ձև են ֆիքսում, որտեղ նաև դժվար է հասկանալ, էլի, թե այս շերտին ավելի արագ ենք ուզում նվազեցնենք, այն շերտին ավելի դանդաղ ենք ուզում նվազեցնել, բանման այդ պարզ բաներ չեն դրանք, դրանք պարզ չի, էլի, ոնց պետք է իրենց մոտենանք sense թե նենց, կամ առնվազն ես չգիտեմ։ Համար հա, գլոբալ նույն բանը։ Մերսի շատ։ Ձեզ եմ մերսի։ Այստեղ ինչ այլոց բան, սլայդերը բացեցին, ինչով են տարբերվում այս սրանից հետո եկողները սրանից, այս GD-ն դառնում է SGD։ Այսինքն gradient descent-ի փոխարեն օգտագործվում է stochastic gradient descent։ Stochastic-ի միտքը այն էր, որ ինքը տվյալներից կարող է մի տող վերցնի։ Իսկ gradient descent-ը կարող է սաղ տվյալների վրա կիրառի ամեն ինչը, սաղ տվյալների վրա սխալանքներ gradient բանան հաշվի, իսկ ինքը շատ ավելի ստաբիլ է։ Stochastic տենց պատահական յաբախտիկներ, խարխշտիկ փոփոխվող։ Համար այստեղ սկսում ենք լիքը զիգզագներ տեսնել, էլի իրականում մենք։ Այս հա, դրանից զատ
ինչ-որ ուրիշ բանից չխոսանք։ Ահա, ստեղ էլ արդեն կլասիֆիկացիայի խնդրիկը բանա գալիս, այսինքն դաս ենք գուշակում ոչ թե կլաս, ոչ թե թիվ, բայց սա արդեն ինձ թվում է հեչիմա։ Հա, երևի այսքանը ֆրինցիպի սլայդերից օքեյ էր։ Հա, այս կողմից ինձ թվում է բան չենք նայել, հենց Ադամի մեջ խորանալել չենք անի։ Ուղղակի սա կարելի է հիշել, երբ որ նորմային ցանցեր անցնենք, շատ չմնաց։ Ինձ թվում է մի կես տարի երևի, կամ չգիտեմ։ Հա, մի 3 ամիս հաստատ կամ ինչ-որ այս բաներ։ Եթե հիշեք, կարանք այդ ժամանակ արդեն խաղանք բարբեր օպտիմիզատորների հետ։ Արդեն մենք չենք սարքի օպտիմիզատորները, պատրաստիներ եք օգտագործենք իհարկե։ Չնայած նայած կարող է հավեսները ստան նեյրոնային ցանց փորձենք զրոյից գրել։ Դա իրական շատ լավ արդյունք է, պրոստը ժամանակատար է։ Մեծ լավ, հա, այս պայծրությամբ արդեն Ադամին ու իր եղբայրներին կարող ենք հանգիստ թողել։ Հաջորդ դասը արդեն կգնանք իրանց քեռիներ հոպարների մոտ կամ մորքուրներ երկրորդ կարգի ամեն ինչերի երկրորդ կարգի գրադիենտ օգտաների հեշան օգտագործող ավելի շուտ հեշանի մոտարկում օգտագործող մեթոդների կգնանք